Այս պետակը 9 շրջանակ խիտ մեղու է, տեղ չունի մեջը, եթե դրսի մեղուներ մի քանի օրից երևի երկրորդ հարկ կդնեի, բայց իմ պավիլյոնային պետակները 16 շրջանականոց են, այդ դա մեծ առավելությունն է, որ այդ երկրորդ հարկերը ուշանում են։ Սա նայեք միջնատախտակի վրա ինչքան մեղուկ է։ Այս ուրեմն տաքոսն է։ Ինչի եմ ես հիմա սա ցույց տալի, որովհետև այս տարի զարգացումը կարամ ասեմ առաջ է հանգել, չնայած այդ ցրտերին։ Լավ բուժման արդյունքը միանգամից երևում է։ Գարունը բուժում չեմ արել, թե կանեմ հարցականա կնայեմ վիճակին։ Հիմա ասեմ ինչի վաղ գարնանը չեմ բուժում։ Մի հատ այդ հարցին ես մանրակրկիտ պատասխանեմ, հարգելի հետևորդներ։ Նայեք, աշունը երբ որ ես բուժումներ եմ անում, շավելի ծխով, շավելի թթվով, այս տարի նոր մեթոդներ կան, անպայման կխոսեմ։ Այս աշունը խորն աշունն եմ արել, ուրեմն էֆեկտիվությունը ակնհայտ է, բայց հիմա իմաստ չկա դրա մասին պատմելու, ուրեմն օգոստոս ամսին արդեն խոսեմ նոր բուժման մասին։ Հիմա այդ բուժումը չենք կարող կիրառենք, որովհետև ջրային լուծույթ է, խորհուրդ չեմ տա։ Ուրեմն մեթոդոլոգիան եմ ուզում ձեզ հետ կիսվեմ։ Նայեք, եթե դուք ինքներդ համոզված եք, որ ձեր մեղվանոցը առողջացրել եք, ապա տիզը ձմեռը չէր կարա ինքն իրան առաջանալ ու գար մտներ պետակը, տիզը արդեն կլինի բերովի։ Դրա համար, երբ որ ես ինքս այդ հարցի պատասխանը ինձ տվել եմ, որ ես ոչ թե բուժել եմ, այլ նաև առողջացրել եմ, դրա համար վաղ գարնանը բուժումներ չեմ անում, միայն կարող է թիրախային, եթե ինչ-որ պետակ կասկածում եմ, որ վատ եմ բուժել։ Էսի իրանց գերն է։ Եվ կնայեմ ապրիլի կեսերին, մայիսի կեսերին, բորել կկտրեմ, կզգամ մեղուների վարքից, առաջ խաղացումից, 30 տարվա փորձս ինձ թույլ է տալի հասկանալ տզի վարակվածության աստիճանը։ Պետակները բոլորը ցանցով են, 1-2 պետակ կոնտրոլնի կարելի է բուժել, տեսնել ինչ է թափվում։ Հիմա բուժումները մեծ էֆեկտիվություն չեն տա, որտեղ ահռելի քանակության ворդ կա, այրը ուրեմն 8-րդի վրա արդեն ձվում է, էսի ձույ է, սա ուրեմն ինչ ցեղատեսակ է, կարնիկ է, սովորական կարնիկ է, այսինքն 10-75 տրոյզեկ, տենց է կոչվում, կա սովորական կարնիկ է, կա կարնիկա պեշետ, սա տրոյզեկն է, շատ լավ մեղու է, շատ լավ մեղրատու ու շատ հզոր ընտանիքներ են ստացվում։ Կա հաջող տրոյզեկներ, կան անհաջող տրոյզեկներ։ Սրանից այս 3-րդ տարին է էսի, առաջին 2 տարին արդեն ամեն տարի 50 կիլո ստացել եմ։ Ուրեմն շատ հետևորդներ նայում են, ասում են վաճառում եք ընկերներ ջան, չէ, չեմ վաճառում, հետ էլ միանգամից ասեմ, որ իզուր ժամանակ չծախսեք մեկնաբանություններում բան չանեք, էլի։ Ձեր ժամանակը խնայեք, ոնց որ ասած։ Սա իմ արտադրական միջոցն է, մեղր ստանալու, սարերից, բարձրադիր գոտիներից, որ ես ձեզ սա օրինակ 40,000 դրամով վաճառեմ այս ընտանիքը, բայց ես իրանից 400,000 դրամի մեղր եմ ակնկալում։ Դուք դրանից հետո ինձ կհարգեք, իհարկե չեք հարգի։ Ես ինքս ինձ կհարգեմ, իհարկե չեմ հարգի։ Ավելի լավ է նվեր տաս, կանցնե 40,000-ով վաճառես այսպիսի պետակը, էլի։ Տեսեք, այս պեչատներն է սկսվում։ Այս կոմը ծաղկապոժյա ծեպ է, այս կոմը ամբողջովին փակ ворդ է։ Սովորաբար այսքան չեմ խորանում, ուղղակի տեսանյութ նկարելու համար, այս պետակը մի ամիսա չեմ նայել, որ ասեմ։ Շուշուտ չեմ նայում գարունը, համ ժամանակս չի բավականացնում, ընկած կշերք եմ սարքում, չգիտես ինչի։ Ընտրեմ, տեսեք, արդեն բորի փակ ворդեր կամ արդեն կարող է ծնված էլ լինեն, ուշադիր չեմ եղել։
տեղել։ Սովորաբար այս մյուսերեսը այդքան ворդ չի լինում։ Եվ այլն, են էլ է փակ ворդ, շատ չեմ ուզում ընտղան մեղուները։ Այս պետակին ավելացել եմ 2 շրջանակ, լինելու է 11 շրջանակ մեջը դրված, որը կարելի ասել 11-ն էլ պատելու է, որտեղ իր մեղուն շատ խիտ է։ Այսպիսի բաներ, բոլորից ցանկանում եմ հաջողակ բեղնավոր աշխատանքային տարի, մինչ նոր հանդիպում։